Բարև ձեզ հարգելի մարզասերներ։ Այս ձևաչափով հերթական տեսանյութն եմ ներկայացնում Արոշանյան մեդիայի YouTube-յան ալիքում։ Եթե ձեզ դուր են գալիս այս ձևաչափով տեսանյութերը, կխնդրեմ ակտիվ հավանել, այսինքն լայք դնել, մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը թե այս ձևաչափի, թե ներկայացվող թեմայի վերաբերյալ։ Այս տեսանյութում խոսելու եմ ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչ դուրս եկած հավաքականների գլխավոր դերակատարների մասին։ Լիոնել Մեսսիի և Լամին Յամալի։ Ոչ թե խոսելու եմ նրանց հնարավորությունների, ցուցադրած խաղի կամ ֆուտբոլային այլ բաղադրիչների մասին, այլ ներկայացնելու եմ գեղեցիկ պատմություն։ Հավաքականների հնարավորությունների, ցուցադրած խաղի և այլնի մասին բազմաթիվ լայվ քննարկումներ ենք ունեցել։ Կարող եք դրանք գտնել ուղիղ եթերների բաժնում։ Այժմ դուք տեսնում եք լուսանկար, որում 20 տարեկան Լիոնել Մեսսին է, իսկ նրա գրկում 5 ամսեկան Լամին Յամալը։ Այս ֆոտոշութը կազմակերպվել էր 2007 թվականի աշնանը։ UNICEF-ն ու Բարսելոնայի բարեգործական հիմնադրամն էին այն կազմակերպել, իսպանական սպորտ պարբերականի օրացույցի համար։ Այս միջոցառման համար Մեսսին ընտրվել էր վիճակահանության արդյունքում։ Այն անցկացվել էր Բարսելոնայի բոլոր ֆուտբոլիստների միջև։ Իսկ Լամին Յամալի ընտանիքը հաղթել էր մրցույթում, որն անցկացրել էր UNICEF-ը։ Լուսանկարներում այդ կինն էլ Լամին Յամալի մայրն է։ Ահա այսպիսի գեղեցիկ պատմություն։ 19 տարի առաջ UNICEF-ի կազմակերպած այս գեղեցիկ բարեգործական ֆոտոշութի շրջանակում Մեսսին ու Յամալը հանդիպել էին։ 2026 թվականի հուլիսի 19-ին նրանք կհանդիպեն աշխարհի առաջնության եզրափակիչում։ Ի դեպ, այս լուսանկարները 2 տարի առաջ Լամին Յամալի հայրը հրապարակել էր սոցցանցերում։ Դրանից հետո մեծ քննարկումներ են եղել։ Այժմ իհարկե ավելի մեծ քննարկումներ են, քանի որ այս ֆուտբոլիստները հանդիպելու են օրեր անց Մունդիալի եզրափակիչում։ Պետք է ընդգծեմ, որ Լամին Յամալը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր, որ չէր ցանկանում, որպեսզի իրենց կողմից այդ լուսանկարները հրապարակվեին։ Նրա կարծիքով ֆուտբոլասերները կմտածեին, թե ինքը համեմատականներ է դնում իր և Մեսսիի միջև։ Լամին Յամալը մշտապես ցույց է տվել, որ շատ է հարգում Լիոնել Մեսսիին։ Իր համար նա մեծ լեգենդ է, իհարկե Մեսսին բոլորիս համար է լեգենդ, նրա անցած ճանապարհը, նրա կարիերան, նրա վաստակը։ Մեսսիին սիրես թե չսիրես, պետք է ընդունես, որ նա ֆուտբոլի պատմության լավագույններից մեկն է, եթե ոչ լավագույնը։ Ահա այսպես Արգենտինա-Իսպանիա ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումից օրեր առաջ ցանկանում էի այս գեղեցիկ պատմությամբ կիսվել և այս տեսանյութը ներկայացնել ձեզ համար։ Այսքանն էի պատրաստել այս տեսանյութում։ Շնորհակալ եմ դիտելու համար։ Մինչև նոր հանդիպում։